քննիչից, ում վարույթում գտնվում է 15 տարեկան Տարոն Ինձ թվում է պիտի հասարակությունը ճանաչի այս քննիչներին, մանավանդ Տարոն Միրզոյանն է ինձ զանգահարել եւ հրավիրել հարցաքննության, ասել է, որ ուզում ենք աղջկան հարցաքննենք, բերեք հարցաքննության։ Ես հայտնել եմ, որ ինչի մասին հայտնել էի նաեւ 3, ինչի մասին նաեւ մայիսի 3-ին դիմում ենք ներկայացրել գլխավոր դատախազին, որ այս ահասարսուր դեպքով վեդուք հնչական բաժնում կատարվում են ապօրինություններ, կատարվում են անգործություններ, ինչի հետևանքով վիճակը շատ ավելի բարդացել է եւ խնդրել էին գլխավոր դատախազին, որպեսզի վարույթը տեղափոխվի մեկ այլ քննչական մարմին, որտեղ պատրաստ կլինեն հարցաքննվելու բոլոր այն վկաները, ովքեր որ այս դեպքի մասին տեղեկացված են, ինչպես նաեւ կներկայանան երեխաները։ Արդեն իսկ իրենց փաստաբաններով, օրինական ներկայացուցիչով, ինչպես որ կարգն է, ոչ թե այնպես, ինչպես որ տեղի էր ունեցել վեդի քննչական բաժնում։ Սակայն մենք բնականաբար վարույթի տեղափոխում տեղի չունեցավ եւ մենք 3 արդեն մասնակցեցինք այդ հարցաքննությանը, ինչի մասին արդեն խոսեցի։ Քննիչները տարբեր են եւ այսօր արդեն ասեցի մի քանի ժամ առաջ ինձ զանգել է քննիչը եւ ասեց, որ զանգել է բանից հետո, չէ, զավակներին զանգելուց հետո կամ ում զանգելուց հետո։ Այս միջադեպը հենց այդ զանգի հետևանքը չէ։ Հիմա անդրադառնում եմ դրան, որ այդ զանգի հետևանքն է եղել։ Ինձ զանգելուց հետո ես տեղեկացրեցի, որ մենք քանի որ ունենք անվստահություն, մենք վեդի քննչական բաժնում հրաժարվում ենք ցանկացած քննչական եւ վարույթային գործողությունների մասնակցելու, քանի որ այդ մասին նաեւ գրել ենք մայիսի 3-ին գլխավոր դատախազին, նաեւ վաղը ձեզ միջնորդություն կներկայացնենք եւ մեր բացարկը կհայտնենք։ Ինձ զանգելուց հետո չեմ կարող ասել, որ Տարոն Միրզոյան քննիչն է զանգել, որովհետեւ ըստ հարազատների, ըստ հորաքրոջ ինձ տրված տեղեկատվության Խաչատրյան ազգանունով մի անձ իր համարից զանգահարում է երեխաների հորը։ Հայրը չի պատասխանում բայց չէ, վերցնում է հեռախոսը եւ որ տեղեկանում է, որ ոստիկանությունից է, եղբորը տեղեկացնում է, որ ոստիկանությունից զանգել են իրենց։ Դրանից անմիջապես հետո երեխաների հորեղբայրը հետ է զանգահարում այդ հեռախոսահամարով եւ ոմը ներկայացած Խաչատրյան ասում է, որ երեխեքին հենց հիմա մեքենային ուղարկում, երեխեքին վերցրեք, եկեք քննչական բաժին։ Ասում են, իսկ դուք փաստաբանների հետ կապվել եք, որ հիմա մեզ եք զանգում եւ կանչում եք, չգիտեմ արդեն ինչ խոսք ու զրույց է լինում, Խաչատրյանը այս ամբողջ ինֆորմացիան տալիս եմ հորաքրոջ կողմից տրված տեղեկատվության հիման վրա, բայց միանշանակ վստահ եմ, որ այդպես է տեղի ունենում, Խաչատրյանը սկսում է հայոյանքով խոսել հորեղբոր հետ։ Հորեղբոր հետ խոսելուց հետո հորեղբայրն ասում է, սպասի, ես կգամ, պատկերացրեք, որ արդեն հորեղբայրն է որոշում է երեխեքի ճակատագրով զբաղվել, բացի քննչական մարմիններն ու օպերատիվ մարմինները ոչինչ չեն անում։ Դրանից հետո գնում է, այնտեղ խոսք ու զրույցի ընթացքում իրար հետ փոխադարձ հարվածներ է լինում եւ հենց այս պահին երեխաների հորեղբայրը գտնվում է ոստիկանության բաժնում, քննչականում դեռ չի։